Այսօր Նինոսմինդայի ավականիում կայացավ նիստ, օրակարգում քննարկվեց 3 հարց։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման մասին զեկուցեց Սամվել Արզումանյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի հաստատման մասին Նինոսմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի համար 13 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ զեկուցեց Սամվել Արզումանյանը։ Նինոսմինդայի մունիցիպալիտետի սեփականության մեջ առկա գյուղատնտեսական նշանակության հողամասերի պետական սեփականությունը անվճար փոխանցման համաձայնություն տալու մասին զեկուցեց Սայաթ Մկոյանը։ 3 հարցերն էլ քննարկվեցին եւ ընդունվեցին միաձայն։ Այսօր մեր նեստի օրակարգում ունեինք 3 հարց։ Առաջի հարցը վերաբերվում էր 2024 թվականի բյուջեի կատարմանը։ Ձեզ եւ բնակչությանը բոլորին հայտնի է, մենք դասումներ ենք անցկացրել գրեթե 10-ից ավել աշխատանքային օր, լսել ենք քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին, IP-ներին, մունիցիպալիտետի կողմից ստեղծված իրավաբանական անձերին, լսումների արդյունքներում առաջացած հարցեր, առաջացած խնդիրները, որոնք գրի էին արվել մեր մոտ գործող խմբակցության եւ հանձնաժողովների կողմից։ Այսօր բյուրոյի նիստի ժամանակ ներկայացրել ենք այդ ամենը, մեր առաջարկությունները, թերությունները եւ ընթացքում կատարելիք աշխատանքները քաղաքապետին եւ իր տեղակալներին քննարկել ենք 24 թվականի բյուջեի մասին, ինչքանով է կատարվել եւ ինչ բաց թողումներ ենք ունեցել։ Հիմնականում բյուջեն կատարվել է բավականին նորմալ, իսկ բաց թողումները հանդիսանում են այն անփույթ կոմպանիաների կողմից, որոնք գալիս են դրսից եւ մասնակցում են մեր մոտ հայտարարված մրցույթներին, շինարարություններին, որոնք ինչ-ինչ պատճառներով հետո հրաժարվում են կիսաթողելով աշխատանքները։ Ցավոք մեր մունիցիպալիտետում չունենք նմանատիպ խոշոր փորձ ունեցող ընկերություններ, որոնք մասնակցեն եւ իհարկե մունիցիպալ տարածքում գտնվող բնակիչը ուրիշ կերպ վերաբերվել մունիցիպալ աշխատանքներին։ Այդ է հիմնականում առաջացած որոշ թերությունները, մնացած ամեն ինչը բավականին լավ կատարված է։ Երկրորդ հարցը վերաբերում 25 թվականի բյուջեին, բյուջեի մեջ որ փոփոխություն ենք արել, հիմնականում եկել էր Բարսելոնայի շրջանների համար ֆինանսավորվող ֆոնդից 300,000 լարի չափով, որը բաշխվել է 200,000 լարին Խարորմա գյուղի գյուղամեջյան ասֆալտավորման համար եւ 100,000 լարին Թոյրա գյուղի գյուղամեջյան ճանապարհի ասֆալտապատման համար։